Կարծում եք ինքը կլինի հենց այդ ֆիզիկական հաշվեհարդարների հրձիքը մեծ իմաստով։ Ասենք եթե մարդը հրապարակային կնոջը քաղաքացուն ասում է ոչ Իլհամբալ, կարող չէ Facebook-ում էլ գրել անենք, իմ աջակիցներին կոչ եմ անում ծեծել ես մարդուն։ Բայց դա եղել է, չէ, 2018 թվականին, 19 թվականին, 21 թվականին ընտրություններից առաջ, չէ, նման դեպքեր եղել են, բայց ֆիզիկական բռնությունների համար այնուամենայնիվ որոշակի համակարգ է պետք, եւ ես կարծում եմ կփորձեն, եւ ցավոք սրտի ես ենթադրում եմ, որ հիմնական հարվածը գնալու է լրագրողների վրա, որտեղ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս մենք տեսնում ենք, չէ, առաջնագծում լրագրողներն են, որոնք բնականաբար ցանկանում են կայանալ, հետաքննություններ են անում, սուր հարցեր են տալի, որտեղ իշխանական լրագրողը չի կարող կայանալ լրագրության մեջ, կարող է լինել քարոզիչ,